Բարև ձեզ Factor TV հյուրը հայկական խորհրդի հիմնադիր քաղաքագետ Արեգ Քոչինյանն է, ողջույն Քոչինյան, ինչ ենք սպասում Սահմանադրական դատարանից, որտեղ գիտենք ընդդիմությունը վիճարկում է ընտրությունների արդյունքները, ընտրություններ, որի արդյունքում Նիկոլ Փաշինյանի քաղաքական ուժը կրկին մեծամասնություն է վերցնում, իհարկե ԲՀԿ-ի ճակատագրից կախված հասկանալի կլինի 3/5 կվերցնեն, թե չէ կչեղարկվեն արդյունքները, չեն չեղարկվի, մանդատները կվերցնեն, ինչ զարգացում սպասել է։ Իհարկե նախ եւ առաջ պետք է դասել սահմանենք, որ դա ամեն դեպքում իրավական գործընթաց է, ես քաղաքագետ եմ եւ իրավական որևէ գնահատական կամ կանխատեսում չեմ անի, ես կանում քաղաքական ուրեմն կանխատեսում եւ վերլուծություն, ինչպես դուք նշեցիք, կա խորհրդանի ձևավորման համատեքստում երկու սցենար, մեկը ՍԴՄ որոշում կկայացնի, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ամեն դեպքում հաղթահարել էր ՇՄ, եթե հաշվում ենք այն երկու ընտրատեղամասերը, կամ կարող օրինակ որոշում կայացնել, որ այդ երկու ընտրատեղամասերում ամեն դեպքում ընտրությունները պետք է վերակազմակերպվեն, եթե ես ճիշտ եմ ընկալում, ՍԴՄ-ն ունի դրա իրավասությունը։ Կարող է, ինչքան գիտեմ, մասնակի, այսպես ԿՀ-ի որոշումը չեղարկել, այսպեսի ինչ-որ հետևանքներ, բայց 3 տեղամաս ոնց հասկանում։ 3, հա։ Այդ պարագայում 99.99%-ով ԲՀԿ-ն կանցնի, որտեղ իրանց ինչքան ձեներ պակասում, մի քանի տասնյակ ձեներ, չէ՞, եթե անցկացվի ընտրություն հաստատ հա, այդ ասում, եթե 3 ընտրատեղամասում անցկացվի, ապա վստահաբար անցնում է։ Դա նշանակում է կա երկու սցենար, կամ ԿՊ-ն ունենում է 3/5 մեծամասնություն, կամ պարզ մեծամասնություն։ Ըստ էության պարզ մեծամասնությունը բավական է կառավարություն, վարչապետ, բյուջե եւ նմանատիպ այլ նշանակումներ ու որոշումներ կայացնելու համար։ Այդ 3/5 մեծամասնությունը անհրաժեշտ է ինչ-ինչ սահմանադրական մարմինների ղեկավարներ եւ պաշտոնյաներ նշանակելու եւ ինչ-ինչ օրենքներում փոփոխություններ մտցնելու համար, այդ թվում նաեւ հանրակրվեների մասին օրենքում օրինակի համար։ Հիմա իրավիճակի զարգացումը ցույց կտա, թե մենք որ սցենարով ենք գնում։ Ես շատ քիչ հավանական եմ համարում ընդհանրապես ընտրությունների արդյունքների չեղարկումը։ Ամբողջ Հայաստանով մեկ վերակվյարկություն։ Ինչպես եւ շատ քիչ հավանական եմ համարում այն խոսակցությունը, որ հիմա անդիմության մեջ կա, այդ մանդատներից հրաժարվելու, որովհետեւ նախ դա տեխնիկապես շատ բարդ է կազմակերպել է, երկրորդը չեմ կարծում, որ այն ուժերը, որոնք որ անցել են, այնտեղ հեշտ կհամաձայնվեն խորհրդանական անդիմության ուրեմն բոլոր բարիքներից եւ հնարավորություններից օգտվելուց հրաժարվել եւ վերջապես երրորդը դրա քաղաքական էֆեկտը գուցե կա ինչ որ դեմարշի տրամաբանության մեջ, բայց խորհրդարանը տեսականորեն կարող է շարունակի գործել առանց իրենց։ Շարունակություն չեք տեսնում դեմարշի ինչ կլինի, այսինքն քաղաքական շարունակությունը։ Չէ, որովհետեւ նույնիսկ գրում խորհրդարանը կարող է աշխատի առանց իրենց։ Բայց Սամվել Կարապետյանն ասում էր իշխանափոխության գաղտնի պլան ունեն։ Եթե դա Սամվել Կարապետյանն ասում, ապա ամենայն հավանականությամբ ոտերին են գցելու։ Ինչու՞։ Չէ, որովհետև մինչև այս ամեն ինչ գցել են ոտերներին։ Եթե մեր հաշվարկները ճիշտ են, ապա ծախսել են իրենք մոտավորապես $1 միլիարդ չափ գումար։ Այդ գումարին համապատասխան ունեցել են մոտավորապես 300,000 ձայն, ինչը նշանակում է, որ ձայն ծախսված գումար հարաբերակցությունը ուղղակի մի հատ խայտարակ թիվ է գալիս, աշխարհում տենց գոյություն չունեցող մի հատ թիվ է գալիս, եւ իրենց ծախսած ռեսուրսներին խիստ անհամապատասխան եւ սահմանափակ արդյունքներ են ունեցել։ Իսկ եթե ֆակտ չեք անեն ձեր ասած 1 միլիարդը, ես ասացի մեր հաշվարկներն են դա ցույց տալիս։ Տեսեք, Ռուսաստանը ակնհայտ ցուցադրում է անհամաձայնությունը Հայաստանի արտաքին քաղաքականության վերաբերյալ եւ դա մենք բաց հրապարակային եւ արդեն են հարցերից որ ապացուցման առանձնապես կարիք չկա, Եվրամիությանը մերձենալու process-ները պետք է որոշում կայացվի կամ շարունակում են կամ դադարեցնում։ Այ հունիսի 7-ից հետո Ռուսաստանից ինչպիսի այսպես ազդեցություն կամ գործիքակազմ կպահպանվի Հայաստանի քաղաքական դաշտում խորհրդան անցած ուժերի շրջանում, արդյոք սпасել նույն արժանացած ուժերի կողմից խոչընդոտում օրինակ Եվրամիության ուղղությամբ Հայաստանի քայլերի նույն Կարապետյանը ասում էր, որ Ռուսաստանի հետ տնտեսական պատերազմ է լինելու, եթե Փաշինյանը վերընտրվի, ինչ սпасել է այս կոնտեքստում։ Գիտեք, ես կարծում եմ, որ Ռուսաստանում համարում են զառնետված, իրենց համար որոշումը կայացրել են եւ իրենք գնալու են Հայաստանի հետ ուրեմն այս
էսկալացիայի հետը սրման ըստ էության իրենց պլանը մաքսիմում չստացվեց Հայաստանում անել իշխանափոխություն եւ իրենց հաճելի իշխանությունների ուրեմն բերել թատերաբեմ իրենց պլան մինիմումը մասնակի ստացվեց, որովհետեւ իրենք հույս ունեին, որ ոչ միայն 2/3-ը չի ստացվի, որպեսզի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը վերցնել, նաև 3/5-ը կարողանան ուրեմն թույլ չտալ, այնպես որ պլան մինիմումն էլ է այլ մասնակիորեն տապալվել, ընդ որում եթե նկատեցիք, ապա ընտրություններից 1-2 շաբաթ առաջ ռուսները ըստ էության ոտու ձեռնգած սկսեցին իրենց ուրեմն տեղական գործընկերներին ամեն կերպ փորձել փրկել, փրկողակներ էին նետում այդ սանկցիաներ, ուղիղ հայտարարություններ, սպառնալիքներ, գազի վերաբերյալ հայտարարություններ, այդ ամեն ինչ արվում էր մի պարզ պատճառով, որտեղ իրենք հասկացել էին 2 շաբաթ առաջ, որ ուղղակի աղետ է, հա, իրանց այդ նույնից եմ կրկնում տեղական գործընկերները ոնց որ ասեցի ոտերին են գցել իրենց ամբողջ պրոյեկտը այդ ամբողջ գումարների ծախսվելու ֆոնին եւ հիմա Ռուսաստանը գնում է ինչպես նշեցի էսկալացիայի սցենարով սա ինչ որ առումով անընդհատ կրկնվող պատեռն է որի մեջ Ռուսաստանը գտնվում է թե դուք նայեք արևելյան Եվրոպայի երկրների հետո Վրաստանի հետ, Ուկրաինայի հետ, Մոլդովայի հետ, իրանք գնում են այդ նույն տնտեսական առճակատման, առևտրային պատերազմների ճանապարհով, որ իրանք սկսում են արգելել ուրեմն ներմուծումը իրենց երկիր այս երկրներից արտահանվող ապրանքների, եւ որ սկսում են գործիքայնացնել գազը եւ էներգետիկայի այլ միջոցները, որոնց մասով ունեն այս երկրները կախվածություններ։ Հիմա առևտուրն են գործիքայնացնում, ասելով մեր մոտ բերմեք ձեր ապրանքները վաճառում եվրոինտեգրման ուղղությամբ գնում, սա էլ իրենց արգումենտներից է, կուզեմ սրան էլ անդրադառնալ։ Գիտեք, իրանք այդ արգումենտները մի ձեռքով բերում են, մյուս ձեռքով այս սահմանափակումները իրանք պայմանավորում են բացառապես ֆիտոսանիտարական խնդիրների առկայությամբ, այսինքն իրանք շատ լավ հասկանում են, որ իրանք անօրինական գործողություն են անում։ Շատ լավ են իրանք դա հասկանում, որտեղ ի տարբերություն Մոլդովայի, Ուկրաինայի, Վրաստանի, Հայաստանի ԵԱՏՄ անդամ է։ Եվ Հայաստանի ու Ռուսաստանի միջև կա մաքսային միություն, որը ենթադրում է ապրանքների ազատ տեղաշարժ։ Անկախ նրանից դա Ռուսաստանին դուր է գալի, թե դուր չի գալիս, անկախ նրանից Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացների վերաբերյալ Ռուսաստանի ինչ-ինչ պաշտոններ, ինչպիսի մոտեցումներ ունեն, բայց կան կնքված պայմանագրեր եւ կան կնքված ուրեմն եւ կա գոյություն են կազմակերպություններ, որոնց անդամակցությունը Հայաստանին միշտ չէ որ շահավետ է, որովհետեւ ես օրինակ բերեմ, մենք դուք գիտեք, այդ մաքսային վճարումները բոլոր անդամպետությունները վճարում են այդ այսպես կոչված ընդհանուր կաթսայի մեջ, հետո համապատասխանաբար իրենց մասնաբաժիններն են այդտեղից ստանում։ Հայաստանը 4 տարի շարունակ ավելի շատ վճարում է այդ ընդհանուր կաթսայի մեջ, քան այդտեղից գումար է ստանում, հա։ Սա այն զողողությունն է, որին օրինակ համար մենք գնում ենք, բայց դրա փոխարեն ստանում ենք այդ ազատ ապրանքաշրջանառության հնարավորությունները եւ հիմա Ռուսաստանը բացահայտ քաղաքական նկատառումներով կիրառում այդ անօրինական սանկցիաները Հայաստանի նկատմամբ, դրանք պայմանավորելով ֆիտոսանիտարական ինչ-ինչ բաներով։ Եթե այդքան լուրջ պետություն են, թող ուղիղ ասեն, որ ինչ ֆիտոսանիտարական ինչ բան, մենք սանկցիաներ ենք կիրառում Հայաստանի դեմ։ Թող բացահայտ ասեն, որ ԵԱՏՄ չկա ուրեմն, հասկանում եք, այն ինչը մոտապես վարչապետն է ասում։ Հիմա որոնք պետք է լինեն մեր գործողությունները այս համատեքստում։ Մի բան, որի մասին մենք ձեզ հետ անգամ այս դարիճում ենք երևի մի 100 անգամ խոսացել, դա դե կանխատեսելի սցենարներ է, կանխատեսելի սցենարներ, ընդ որում նաև այնպես չի որ մենակ մեր հետ այս սցենարը եղել, էլի շատ կանխատեսանելի էր, որտեղ մենք տեսնում ենք մյուսների հետ ոնց է այդ սցենարը։ Նաև հասկանալի է Ռուսաստանի գործիքակազմը շփվել են պետությունները, որոնք փորձում են իրենից մի քիչ անկախանալ, մի քիչ գոնե։ Այո։ Եվ գիտեք, պարոն Անանյան, նաև շատ կանխատեսելի է հաջորդ քայլը որն է լինելու։ Հաջորդ քայլը լինելու էներգետիկայի ոլորտում մեր վրա ճնշումներ գործածելու փորձերը։ Դա էլ է շատ կանխատեսելի։ Հիմա ամբողջ հարցերն է, մենք սպասելու ենք մինչև դա տեղի ունենա, նոր այսպես ռեակտիվ կերպով փորձենք դրան լուծումներ գտնել, ոնց որ մենք հիմա ենք անում։ Գնացել ենք եվրոպացիներին ենք խնդրում, ասում ենք այդ ավտոնոմ առևտրի ուրեմն միջոցներ, երևի այդպես թարգմանենք, հա հայերեն, փաթեթը մեզ տրամադրեք, ոնց որ թե համաձայն են, այս վաղը Ուրսուլա ֆոն դեր Լայնն է գալիս, ճիշտ է սորա ոնց որ գալիս Կերևա, կհասկանանք, բայց շատ հարցեր կարելի է փորձել լուծել պրոակտիվ կերպով։ Հա, եվրոպական միության հետ քիչ ավելի բարդ է դրանք պրոակտիվ լուծել, բայց օրինակ համար ծոցի երկրներ, որտեղ շատ վճարունակ շուկա կա եւ բավականին մեծ պահանջարկ կա գյուղատնտեսական ապրանքների,
Իսկ ով ասեմ մենակ իրանական ճանապարհով այդտեղ հնարավոր գնալ, այդտեղ կարելի է գնալ նաև Իրաքով օրինակի համար, հա։ Սրանք գիտեք հարցեր են, խոսակցություններ են, որոնք որ մեզանում պետքա շատ ավելի վաղուց ծեփվեն, շատ ավելի լուրջ պետք է ներես ամեն ինչը։ Եթե մենք երկրում ընդդիմություն ունենայինք, ընդդիմությունը պետք է այս հարցերը բարձրաձայներ։ Բարձրաձայնում են։ Չեն ասում։ Փաշինյանի կառավարությունը խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները, լինելով ԵՏՄ-ում, ԵՄ-ի հետ մերձենում է եւ դա բերում է տնտեսական պատերազմի։ Մոտավորապես դա այն է, որ ԵՏՄ-ում եք հավատարիմ մնացեք ԵՏՄ-ին, էլ խաղեր եւ այլն պետք չի տալ եվրոպացիներին եւ ռուսներին կատաղեցնեն։ Դե դուք ճիշտ հակառակը նշեցիք նրան, ինչ որ ես նշում եի, ես ասում եի, եթե երկրում ընդդիմություններ պետքա փորձեր քարկոծել, ընդդիմանալ եւ պահանջել իշխանություններից։ Ժողովրդի մի մասի կողմից ընտրված ընդդիմությանն եմ ցիտում։ Երկրի դիմադրունակությունը ավելացնելու ուղղությամբ։ Իդեպ այդ թեմայով ես մի հատ բան եմ ուզում ասեմ, գիտեք, այդ երկրի 500,000 քաղաքացիների կողմից ընտրված ընդդիմության վերաբերյալ։ Մենք ձեզ հետ կարանք արձանագրենք, որ Հայաստանում 500,000 մարդ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ընտրել է Ռուսաստանը։ Իրանք շատ լավ հասկացել են, որ գնալով ընտրություններ իրանք ընտրում են կամ Հայաստանի Հանրապետությունը կամ Ռուսաստանի Դաշնությունը, իրանք ընտրել են Ռուսաստանի Դաշնությունը։ Կարծում եք, թե ընտրել են Փաշինյանին հեռացնելու շանսը, դա էլ կա, էլի։ Արդյունքում ընտրել են Ռուսաստանի Դաշնությունը։ Գիտեք, սա շատ նման է ինչ-որ չափով, ուրեմն, եթե հիշում եք, կարծեմ Արշակունյաց վերջին թագավորն էր, որ հայ իշխանները հավաքվում են, Պարսից շահին նամակ են գրում, ասում են, բանա, մեզ թագավոր պետք չի, էշի մեկն է այս թագավորը, ախմախի մեկն է այս թագավորը, արի դու մեզ թագավոր եղի, այս թագավորը վերացնենք, մենք իշխաններով քեզ միանգամից ենթարկվենք։ Հիմա այդ ձեր ասած տրամաբանությունը, որ Փաշինյանին դեմ թեկուս հօգուտ Ռուսաստանի, մոտավորապես դա է։ Այ մոտավորապես դրա պատճառով է, որ Վրաստանում դրանից հետո հենց մի 600 տարի թագավոր ինստիտուտ ու թագավորություն լինում է, մեծ հայկում չի լինում, հա։ Ես ասեմ ավելին, 500,000 հոգին ընտրել են պետության եւ չպետության միջև չպետությունը։ Այդ 500,000 հոգուց մի մասը այո ձեր նշած պատճառաբանությամբ, հա, ատելով Նիկոլ Փաշինյանին, ատելով ուրեմն այս քաղաքական թիմը, դրանց մի մասը ընտրակաշառք են վերցրել գնացել ընտրել են դրանց։ Տարբեր այսպես զամբյուղներ կան։ Տարբեր զամբյուղներ կան, բան չունեմ ասելու, բայց ի վերջո մի հատ լավ բան կա, էլի խոսք կա, ոնց որ թե Շարլ դե Գոլին ասում էր, ես կյանքումս միշտ ու բոլոր իրավիճակներում իմացել եմ, որ նա ճիշտ ընտրություն է եւ որ նա սխալ ընտրություն է, բայց միշտ չի որ ի վիճակի եմ եղել անելու ճիշտ ընտրություն, բայց իմացել եմ, որ նա ճիշտ։ Այո, որ զամբյուղում է լինեն այդ մարդիկ, իրանք իմացել են, որ իրանք ընտրում են Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջև։ Իրանք իմացել են, որ իրանք ընտրում են պետության եւ չպետության միջև։ Մնացած ամեն ինչը, այո, կան տարբեր զամբյուղներ, կան տարբեր այսպես ծրագրանպատակային դաշտեր եւ այլն, բայց պարզ է եղել այդ ընտրությունը։ 21-ի համեմատ եթե ուսումնասիրենք այն կուսակցությունների քվեներ, որոնք չեն անցել խորհրդարան, այս անգամ օրինակ ԱԺԲ, ՀԱԿ, ԼՀԿ, չգիտեմ, այնտեղ Հանրապետություն, Հանուն Հանրապետության եւ այլն, այս ուժերը Շիրինյանի ուժը եւ այլն, նրանք այն ժամանակ հավաքել են 10,000-ից ավելի ձայն, հա, մի քիչ ավել պակաս 20,000, 19,000 եւ այլն։ Այս անգամ սնանկություն է տիրում, այսինքն տեղի ունեցել կոնսոլիդացված ընտրություն եւ Փաշինյանը ձայներն են ավելացել, հա, 40,000 մոտավորապես 21-ի համեմատ եւ հավաքական ընդդիմությունն է այսպես ավելացրել իր ձայները։ Սա ինչով եք դուք բացատրում եւ սա նշանակում է, որ բևեռացված է մեր հասարակությունը։ Ինչ բևեռացման հետ գործ ունենք։ Առաջինը սա նշանակում է, որ ուրեմն Հայաստանում ամբողջությամբ տապալվել է ժողովրդավարական ընդդիմություն ձևավորելու օրակարգը։ Իսկ դա ես կարծեմ այս պետության մեր երկրում ամենամեծ խնդիրն է։ Իշխանության այլընտրանքը ռուսական ընդդիմությունն է։ Սա մեր երկրում ամենամեծ խնդիրն է։ Եվ առաջիկա տարիների ընթացքում ես կարծում եմ Հայաստանի հասարակության արժև ծառացած ամենակարևոր մարտահրավերը եւ լուծման համար ամենաարժանի եւ ամենաառաջնային խնդիրը պետք է լինի ժողովրդավարական այլընտրանքի ձևավորումը։ Սա մեկ։ Երկրորդը սա նշանակում է, որ դաշտում առկա բոլոր քաղաքական ուժերը պարզապես սնանկ են եւ իրենցից որոշները լավ կանեն թոշակի անցնեն, որոշները լավ կանեն գնան պատմության աղբամանը ճիշտ այնտեղ, որտեղ որ իրանց տեղն է։
Ուրեմն սա նշանակում է, որ Հայաստանի դեպքում վրաստանացման, այդ Վրաստանի օրինակի սպառնալիքը դառնում է բավականին իրատեսական, բավականին լուրջ, որովհետև եթե մենք ձեր հետ նայենք վերջին 3 ընտրություններում ռուսական ընդդիմության հավաքած ձայները, դրանք միայն աճում են։ Համեմատած 18 թվականի հետ 26 թվականին համարակրկնապատկվել են այդ ձայները, համեմատված 21-ի ընտրությունների հետ, եթե ես ճիշտ եմ հիշում թվերը, 200,000-ով ավելացել են այդ ձայները։ Այսինքն մենք եթե ԲՀԿ-ին գումարենք, այո։ Հա։ Այսինքն մենք ձեր հետ գործ ունենք հստակ միտման հետ, որ ռուսական ընդդիմության ձայները բավականին լուրջ պրոգրեսիայով Հայաստանում աճում են, ինչը աղետալի ուրեմն իհարկե տենդենսա, բայց սա մի բան է, տենդենսա, որը որ մենք բավականին լուրջ պետք է սրան վերաբերենք։ Եթե այս տենդենսները շարունակվում են, ապա հաջորդ ընտրություններին ռուսական ընդդիմությունը այլևս հաղթում է։ Հասկանում եք։ Եվ այլ ինչի մասին մենք այսքան տարի խոսում ենք, այ Վրաստանի սցենար, ըստ էության դառնում է իրականություն։ Հակաժողովրդավարական ուժերը Հայաստանում կհաղթեն ժողովրդավարական ճանապարհով։ Հա, չարաշահումներով, ինչ որ քանակով ընտրակաշարք բաժանելով եւ այլն, բայց կհաղթեն հենց ժողովրդավարական ճանապարհով։ Եվ կներեք հայ ժողովուրդը ցույց կտա, որ ինքը չի ուզում Հայաստանի Հանրապետություն, ինքը ուզում է Ռուսաստանի Դաշնություն։ Ինքը չի ուզում հայոց գա, ինքը ուզում է ռուսաց գա։ Ինքը ուզում է ցարի գա, ցարի այդ մոնոմախի գլխարկն է ուզում ինքը։ Դա ցույց կտա ըստ էության։ Սա շատ ապոկալիպտիկ սցենար եմ ես նկարագրում, բայց այս ապոկալիպտիկ սցենարը ավելի քան իրատեսական է, եթե Հայաստանում նորից եմ կրկնում չի ձևավորվում ժողովրդավարական այլընտրանք, որը եւս մեկ անգամ եմ ուզում կրկնել, այս ընտրություններին մասնակցած բոլոր ուժերը ցույց տվեցին, որ իրանք սնանկ են եւ չեն կարող դա ձևավորել։ Մի հատ վիրահատական միջամտության տարբերակ է անընդհատ շրջանառվում եւ Նիկոլ Փաշինյանը ասում չի անում, վերջին 8 տարում ասել է չի արել, հիմա ասում է կանենք, չգիտեմ։ Ըստ նրա նկարագրության քրեաօլիգարխիայի ապամոնտաժում տարբեր քրեական գործեր կան, հա, ընդդիմության տարբեր ներկայացուցիչների ընդհանուր ղեկավարներին առնչվող 3-ի առնչվող էլ կա ի դեպ խորհրդարան անցած եւ հավանաբար անցնող չանցնող կա նաեւ խոշոր կապիտալ քաղաքականություն, որի ցակման օրինականության հետ լրջագույն խնդիրներ կան, դատական process-ներ են, որ գնում են եւ վերջը չի երևում բացարձակ։ Դուք ո՞նց եք վերաբերում այդ վիրահատական միջամտության մեթոդին։ Շատ դրական։ Բայց կներեք, լավ է, որ ասեցիք դրական, բայց 500,000 հոգին։ Ես այդ վիրահատական մեթոդներին շատ դրական եմ վերաբերվում եւ ես կարծում եմ, որ ժողովրդավարությունը պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել եւ պատմությունը ցույց է տվել, որ երբ որ ժողովրդավարությունը չի ուրեմն արգելում հակաժողովրդավարական ուժերի ժողովրդավարական ճանապարհով իշխանության գալու ընդ որում, երբ որ ասում հակաժողովրդավարական ուժեր, նկատի ունենք նաեւ այդ փողը, անօրինական նկատի ունենք նաեւ չարաշահումները, նկատի ունենք նաեւ հակաիրավական գործողությունները, դա աղետով է վերջանում նման տվյալ հասարակության համար։ Ուղղակի աղետով, հա։ Ես մեծ հույսեր չունեմ, որ անգամ այս անգամ իշխող ուրեմն ուժը գնալու է այդ վիրահատական մեթոդներով իրավիճակը կարգաբերելու, որովհետև իրանք դա անելու համար ունեին քանի տարի 8 տարի 8 տարի ունեին։ Բոլորը գիտեն Ռոբերտ Քոչարյանը ով է, բոլորը գիտեն ինքը ինչ է արել, բոլորը գիտեն ինքը որտեղ է գտնվում, եւ ըստ էության Հայաստանի իշխանությունը ունեն 8 տարի այդ հարցը լուծելու համար։ Բոլորը գիտեն Գագիկ Ծառուկյանը ով է, ինչ է արել ու որտեղ է գտնվում։ Եվ այդպես շարունակ։ Ես կողջունեմ, եթե նման քայլերի դիմեն Հայաստանի իշխանությունները, բայց թերահավատ եմ։ Դրա համար էլ ասում եմ, որ միակ լուծումը, որ ես եմ տեսնում, դա ժողովրդավարական այլընտրանքի ձևավորումն է։ Հասկանալի է։ Տեսեք, արտաքին քաղաքականությանը վերադառնալով Հայաստանի քաղաքացիների ինչին է պետք, պարոն Քոչինյան, գնալ այս զոհողություններին։ 500,000 հոգու ասացիք, որ դուք Հայաստանի եւ Ռուսաստանի միջև ընտրել եք Ռուսաստան, բայց ինչու են ընտրել, եթե այդպես է, էլի, վերապահումով ամեն դեպքում մոտենանք,
Եվրամիությունը, ԱՄՆ-ն միգուցե բավարար ջանքեր չեն գործադրել Հայաստանի քաղաքացիներին ապացուցել կամ Հայաստանի իշխանություն բավարար քայլեր չի ձեռնարկել ապացուցելու, որ Արևմուտքի հետ գործընկերության խորացումը եւ ռազմավարական պլանավորումը, ասենք ԵՄ-ի անդամակցության եւ այլն բերելու են բավարար դիվիդենտներ։ Միգուցե տեսանելի չի դեպի Արևմուտք գնալու այսպես դիվիդենտներ։ Չմոռանանք այն 700 քանի հազար հոգում պլյուս ԱԺ չանցած ուժերի ներկայացուցիչներին, որոնք եւս այսպես Արևմուտքի հետ գործընկերության կողմնակից են, չմոռանանք էլի, որ այդ սեգմենտն է ամեն դեպքում հաղթել։ Պարոն Անանյան, ես չեմ կարծում այս խոսակցությունը Արևմուտքի հետ գործընկերության, արտաքին քաղաքական ընտրության եւ նմանատիպ հարցերի մասին է։ Դա այս խոսակցության ածանցյալն է, հասկանում եք, այս խոսակցության բովանդակությունը մի փոքր ուրիշ բանի մասին է։ Մենք որպես պետություն ունենք ուրեմն ցանկություն, հնարավորություն, բավականաչափ քաղաքական կամք եւ ուրեմն էներգիա որոշումներ կայացնելու, որոնք որ ելնում են մեր պետության շահերից եւ այդ որոշումները սպասարկելու։ Այ Ռուսաստանում գտնում են, որ ոչ, չունենք։ Ռուսաստանում գտնում են, որ պետքա ստեղ լինի Զանգեզուրի միջանցք։ Ռուսաստանում գտնում են, որ սահմանազատումն ու սահմանագծումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետքա անեն իրանք։ Ռուսաստանում գտնում են, որ կոնֆլիկտը չի կարելի ավարտված համարել։ Եվ էականել չէ այդ կոնֆլիկտը հաջորդ փուլում կշարունակվի Ադրբեջանում, թե արդեն կշարունակվի Հայաստանում, որտեղ իրանք խորապես թքած ունեն Հայաստանի վրա էլ Ադրբեջանի վրա էլ։ Կարևորը կոնֆլիկտը շարունակվի։ Ռուսաստանում գտնում են, որ հայ-թուրքական սահմանը չի պիտի բացվի, կամ եթե բացվի, պիտի բացվի իրանց վերահսկողության ներքո եւ իրանց բեռները պետքա գնան գան, հասկանում եք։ Եվ այլ ու այս շարքը չունի ավարտ։ Այնպես չի, որ դու ինչ-որ 1, 2, 3, 4 բան անելու ես ու քեզ հանգիստ են թողնելու, որտեղ գաղութարարի ու գաղութի հարաբերությունները դրա մասին չեն։ Գաղութարարի ու գաղութի հարաբերությունները էքսպլուատացիայի մասին են։ Ինքը քեզ օգտագործելու է, քանի դեռ կարողանում է օգտագործել։ Մեր անցնող տարիների ընթացքում տեսեք, թե ինչ կապիտալներ եւ ինչ ուրեմն ենթակառուցվածքներ են անցել Ռուսաստանին ու հիմա ինչ վիճակում են այդ ենթակառուցվածքները։ Չկա գետ 1 ենթակառուցվածքային ակտիվ, որը որ մենք փոխանցել ենք Ռուսաստանին, եւ հիմա այդ ենթակառուցվածքային ակտիվը լինի ավելի լավ վիճակում, քան փոխանցման պահին։ Բաները նայեք, երկաթ գծերը նայեք։ Մենք իրանց տվել ենք երկաթգիծ, որը որ մինչև Դիլիջան, մինչև Իջևան էր հասնում, հիմա չկա այդ երկաթգծը։ Լավագույն դեպքում մինչև Սևան է հասնում։ Հասկանում եք։ Այն էլ մինչև հասնում է։ Այն էլ մինչև հասնում է։ Այդ երկաթգիծը գնում է 30 կմ/ժ արագությամբ։ Դու գիտեք, ես Ադրբեջանում եմ եղել, Ադրբեջանում մենք Գանջայից ուրեմն գնացել ենք Գաբալա, գնացքը գնում էր 120 կմ/ժ արագությամբ, պարոն Անանյան։ Գլխապտույտ չունեցաք հայկական երկաթգիծ։ Լուրջ չի, չէ, ախր դա էշով կարաս ավելի արագ գնաս, քան այդ RЖD-ի գնացքներն է Մերաբյանին ցիտելով։ Իմ սրամտությունը չէ, դա Մերաբյանին էր։ Հասկանում, ու սենց բոլոր ոլորտները, որ հարցը նայում ես, որ ակտիվը նայում ես, որ փոխանցվել է բանին Ռուսաստանին, ավելի վատ վիճակում է, ինչի՞ է տենց, որովհետև իրանք չեն նայում դրան որպես բիզնես հնարավորություն, իրանք դրան նայում են որպես թալանի առարկա, ալաֆի առարկա են դրան նայում իրանք։ Թե մի քիչ այլ կերպ են նայում են, որ իրենք լինեն, ուրիշը չլինի, այսինքն իրենց ազդեցության։ Մեկը չի բացառում, պարոն Անանյան, դու լինես ուրիշը չլինի, որ դու թալան ես։ Մենակ թալանը չի, նաև քաղաքական ազդեցություն։ Այն մարդիկ, ովքեր որ սովետական միության տարիները այդպես բան նոստալգիայով են հիշում, ասում են ինչ լավ էր կոմունիստների ժամանակ, հիմնականում որովհետև իրանց մեջքը չէր ցավում, դրա համար են լավ հիշում, ոչ թե որովհետև դա լավ համակարգ էր, դրա համար են հիշում։ Ախր պետք է հասկանալ, որ ժամանակակից Ռուսաստանն ու սովետական միությունները շատ տարբեր պետություններ են։ Եթե սովետական միությունը օրինակ համար գերադասում էր, որ չգիտեմ, Տուլայում եւ Չիտայում չլիներ շաքար, բայց այդ 15 ռեսպուբլիկաներում լիներ շաքար, ապա այս Ռուսաստանը դրա մասին չի։ Այս Ռուսաստանը դրա մասին է, որ իր որտեղից ում կարողանում է բանում քաշտալով տանում է Ուկրաինայում կռվելու։ Այս Ռուսաստանը դրա մասին է, որ նշեցի անգամ Հայաստանի այդ 2 կտոր երկաթգիծ դա թալանում, հասկանում եք։ Դրա համար այս Ռուսաստանի հետ կապել ապագա հենվելով սովետական միության մասին քո նոստալգիայի վրա, ուղղակի աբսուրդ է։ Բայց սա հələ կես խնդիրն է, ավելի մեծ խնդիր կա մեզանում։ Ես գիտեք ինչ եմ նկատել, որ մեր երիտասարդության մեջ մի հատ sense ինչ-որ պոստմոդեռնիստական զրույց է հայտնվել, թե
Հալավի տարբերությունը Ռուսաստան թե Եվրոպական միություն, Ռուսաստան-Ամերիկա, սաղն է նույն բանն են։ Կամ ինչ որ sense թերահավատ sense կամահարական վերաբերմունք ժողովրդավարական արժեքների, օրենքի գերակայության, իրավունքի եւ այն հնարավորությունների նկատմամբ, որոնք որ հիմա իրանք ունեն։ Այս երիտասարդները չեն տեսել ախր այս երկրում ինչ էր կատարում սրանից 10-12 տարի։ Որ իրանց պատմում ես, իրանց թվում է կատակ է անում, ձեռ է սառում, իրանց թվում է, որ այնի որ մենք իրանց հիմա պատմում ենք, թե Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ ոնց էր այս երկրում, ինչ էր տեղի ունենում։ Իրանք չեն կարողանում տեղավոր, չեն հավատում, ես հասկանում եք։ Այս տարի ընտրած 18-ամյա երիտասարդը 2018 թվին եղել է 10 տարեկան։ Գեցեք, այսինքն ինքը այս բոլոր ազատությունները, հնարավորությունները, իրավունքները ընդունում է որպես դեպահար տենց է պետքա լինի։ Եվ մի քիչ չի պատկերացնում, որ այնքան արագ ինքը կարա դրանք կորցնի։ Այնքան արագ ինքը կարա դրանցից զրկվի։ Սոցցանցերում օրինակ ամենաշատ սիրելի երևույթը չէ երիտասարդների ազատությունը տոտալ բացակայում է Ռուսաստանում։ Ինչ ուզում ասում են, ինչ ուզում անում են, ոնց ուզում անում են։ Հələ դրանց մասին չի խոսքը։ Հայաստանում չկան արգելափակված ծառայություններ, կայքեր, սոցիալական ցանցեր։ Հայաստանում իրանց ոչ մեկ չի տանում Ուկրաինայում կռվելու։ Հայաստանում բիզնեսի եւ ձեռներեցության համար ինչ որ մենաշնորհներ սահմանափակում պետությունը իրենց անձնական տարածք չի մտնում, նաեւ անձնական հարաբերություններ հաստատելու առումով։ Ու մի հատ տնտեսական ազատությունների մասին եկեք խոսենք։ Էլի մենք ձեր հետ հիշում ենք, չէ՞, Հայաստանում ոնց էր։ Մենք ձեր հետ հիշում ենք մենաշնորհները, մենք ձեր հետ հիշում ենք, որ Հայաստան կաբել չէր կարելի ներկրել, որտեղ կար դրա տերը։ Շաքար չէր կարելի ներկրել, որտեղ կար դրա տերը։ Եվ հիմա բերել sense հավասարության նշան դնել դրանց ու դրանց տերերի, այսինքն Ռուսաստանի եւ քաղաքակիրթ աշխարհի միջև, ասել դե Ամերիկան էլ է կայսրություն, Ռուսաստանն էլ է կայսրություն։ Այնտեղ վախի գործոնն էլ կա, գիտեք, եթե մենք ընտրում ենք, ես վերջերս մի երիտասարդից եմ լսել, որը ընտրել էր, այսպես ասենք, Պուտինի ասած ռուսամետ ուժերից մեկին, շատ անկեղծ զրույց, Այն էր, որ դե եթե ընտրությունը Թուրքիան է եւ Ռուսաստանը, բարձ չի որ Ռուսաստանն է։ Իսկ յան ով ասել որ ընտրությունը Թուրքիան է եւ Ռուսաստանը։ Ինչ որ մի տեղից լսել է։ Ամեն դեպքում այդ մտքին եկել է, հա, եւ այս 300,000 ադրբեջանցիների թեման լրջորեն արծարծվեց եւ թրքանալու թեման արծարծվեց։ Հիմա մենք կարող ենք ծիծաղել այս հարցերի վրա լրջորեն, բայց չգիտեմ, դա ծիծաղելու չի, եթե մարդիկ հավատում են եւ դրանով քաղաքացիական վարքագիծ են դրսևորում, դա չգիտեմ, բուժման ենթակա ինչ-որ բան է, էլի, Ճիշտ եք ասում։ Ընդ որում, մի հատ հետաքրքիր դες բան ասեմ, մենք մի հատ բան ենք նայել, ուրեմն Մոլդովայում, այդ ընդեղի Սամվել Կարապետյանը ասենց ասենք, ուրեմն թեզ էր առաջ քաշում, որ եթե Մայա Սանդուն ընտրվի, Մոլդովային Եվրոպական միությունը ստիպելու է 300,000 մուսուլման գաղթականներ ընդունել Մոլդովա։ Հենց 300,000։ Հենց 300,000։ Իմ մոտ մեկ տպավորությունը, որ այդ մետաձիճկեքը, որ դրանց համար տպել են, տենց բան են արել, ուղղակի անունները ասենց ջնջել են, այդ 300,000 մուսուլմանը ասենց ջնջել են, գրել են բան ադրբեջանցի, մնացած սաղ տեքստը թողել են նույնը։ Կամ չգիտեմ, գինին մոլդովական ջնջել են, գրել են հայկական կոնյակ, մնացած տեքստը թողել են նույնը, հասկանում եք։ Այն որ այդ գործիքները շռայլորեն կիրառվեցին այդ ապատեղեկատվության, կեղծ տեղեկությունների, ուրեմն բացահայտ ստի գործիքները շռայլորեն կիրառվեցին, դա ակնհայտ է, այն որ դրանք ունեցան ազդեցություն, ես դրա հետ համաձայն եմ, եւ այստեղ իսկապես կա շատ լուրջ անելիք, եւ ես կարծում եմ դրույթների ժամանակ է շատ լուրջ բան արվել է։ Համենայն դեպս ասել, որ այդ ապատեղեկատվության դեմ պայքար չկար, եւ քաղաքացիական հասարակության, եւ իշխանությունների, եւ ուրեմն ռազմավարական հաղորդակցության մասնագետների կողմից սուտ կնև սխալ կնև, իսկապես բավականին մեծ քանակությամբ բան արվել։ Բայց այստեղ ինչ որ չափով նաև հոգեբանական խնդիր կա։ Գիտեք, երբ որ մարդ ուզում է հավատալ, որ այստեղ գալու են 300,000 ադրբեջանցիներ ու իրենք գովազներ են, որ հանում են, AI-ով սարքած են, ոչ մեկի տուն են գալի կամ կինը արտնանում ասենց վախեցած մարդ ասում է՝ մի վախեցի, այլևս Սամվել Կարապետյանն է վարչապետ, բան բաները որ հանում են, եթե մարդ ուզում է դրան հավատալ, ինքը անգամ այդ տեսանյութերին կհավատա։ Ինչը նշանակում է մեր մոտ կա լրջագույն բան։ Ես մի անգամ սա մի հումորով էի ասել, բայց երբ արդեն հումոր չի էլի, մեր հասարակության մի զգալի տոկոսի մոտ PTSD է, post traumatic syndrome disorder, հետ տրավմայի խանգարվածության սինդրոմ։
այնքան բան է մեր երկրի հետ եղել վերջին մի քանի տարվա ընթացքում, այնքան տրավմաներ են եղել։ Ու իսկապես տրավմաներ են եղել, այսինքն դա ինչ որ ձեռանելով հիմա ես չեմ ասում։ Բայց այստեղ ես ուզում եմ իշխանության մեղքն էլ տեսնել, որ ինքը չի կարողացել ապացուցված օբյեկտիվ եւ ռացիոնալ ձևով Հայաստանի քաղաքացիներին բացատրել, որ Թուրքիայի հետ հարաբերությունները դա թրքացում չի, դա չոր, այսպես ասենք, process է սահմանի բացում դիվանագիտական, այսինքն մենք չենք մտնում Թուրքիայի ազդեցության ներքո, եւ որ ադրբեջանցիների վերադարձի թեման դա fake վերադարձ է, իսկ մենք վարչապետին տեսնում ենք գորգորալիս այս թեմայով, երբ որ Արտուր Օսիպյան գնացել, մինչդեռ նա շանս ունի ռացիոնալ ձևով բացատրել, այսինքն նույնիսկ իշխանության մակարդակով այս բովանդակային աշխատանք չի։ Միանշանակավոր իշխանությունը արել է սխալներ եւ որևէ կերպ չեմ հավակնում իշխանական թիմի դատապաշտպաններին էլ դրա պակասը ինձ թվում է իրանք չունեն, բայց ամեն դեպքում ես նաեւ համաձայն չեմ, որ ռացիոնալ բացատրության պակաս է եղել։ Անկամ մեր կենտրոնը իր կարողությունների չափով եւ մեր փորձագետների ելույթներով մենք մի քանի ամիս ամենօրյա սկզբունքով աշխատել ենք սրա վրա, ունեցել ենք 100,000-ավոր, միլիոնավոր դիտումներ, շատ արգումենտավորված ենք բացատրել այս խոսակցությունները եւ ես չեմ կարծում, որ այնտեղ եղել է արգումենտների պակաս։ Ես նույնից եմ կրկնում, եթե դու ուզում ես հավատալ, որ քեզ որ դու թրքանալու ես, ապա անկախ արգումենտներից դու դրան հավատալու ես։ Եթե դու ուզում ես հավատալ, որ կան 300,000 ինչ-որ միֆական ադրբեջանցիներ, որոնք չեմադանները կապել են, արդեն գնացել են դեպի փաթեթավոր, պոլիէթիլենով փաթեթավորում են, բաները, դրան են արդեն ասել հեսա գալիս են, անկախ արգումենտներից դու դրան հավատալու ես։ Դա ավելի շատ իմ կարծիքով հոգեբանական խնդիր է, PTSD-ա ոնց որ նշեցի, հա։ Ինչը նորից եմ կրկնում է, գիտեք, պարոն Անանյան, եթե մեր երկրի տեղը մի քիչ ուրիշ երկիր լիներ, այս 5 տարվա այն արհավիրքները, որոնց միջով մենք անցանք, ստեղ կարար քաղաքացիական պատերազմ սկսեր։ Ստեղ կարար, չգիտեմ, մասիվի ինքնապաշտպանական ջոկատները հարձակվեին Ավանը թալանելու համար, ասենց բաներ կարա։ Բայց քաղաքացիները թույլ չեն տվել, ստեցան։ Մեր հասարակությունը թույլ չի տվել, այո, մեր հասարակության կտավը այդպեսին չէր, բայց Լիբիայում, Սիրիայում բազմաթիվ այլ երկրներում հենց դրան է գնացել իրավիճակը, հասկանում եք, հա։ Այնպես որ մեղադրելու էլ չի, որ այդ մարդկանց մոտ PTSD-ա, երևի թե ժամանակ պետք է անցնի, որ այդ ուրեմն այդ հոգեբանական խնդիրները հաղթարվեն, բայց տեղը խնդիր կա, որովհետև Ռուսաստանը ամեն կերպ, ամեն բոլոր հնարավոր միջոցներով փորձում է դա էքսպլուատացնել։ Այդ մարդկանց դյուրագրգիռ հոգեբանական վիճակը փորձում է օգտագործել իր քաղաքական շահերից ելնելով եւ հնարավորություն չի տալի, որ Հայաստանում քաղաքական դաշտ առողջանա։ Դե տեսեք, բայց եկեք այս հարցով ամփոփենք, մենք անցյալի մասն ենք խոսում, բայց առաջիկամ լինելու են թեմաներ։ Ես թվում է հիմիկվայից պետք է թեմաներն նաև նախապատրաստվել։ Օրինակ էներգետիկ թեման, որ դուք ասացիք, չէ՞, գազի թեման։ Հիմա Ռուսաստանը ներկայացնելու է, որ դուք ազատ ընտրության իրավունք չունեք, դուք իմ գաղութն եք, չեք ուզում գազը կպատկենք որպես թանկացում կամ կկտրենք ամենաավելի դաժան ինչ-որ մեթոդ եւ Հայաստանյան հանրության այդ վախը ներշնչելու տրամաբանությունը աշխատելու է ինչ-որ չափով, էլի։ Այսինքն կան իրական գործիքներ, որոնք նա կարող է կիրառել եւ այսպես ասենք հանրության վախերի վրա կառավարել։ Մենք ինչ գիտենք, վաղը մյուս օրը մի ամսից, մի տարուց Երևանի փողոցներում քաղաքացիները չեն պահանջելու, չգիտեմ, Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնել, որ հանկարծ մեր գազը չկտրի։ Այսինքն այսպիսի սցենարներ առաջիկամ եթե լինեն, որոնք են էլի այդ ռացիոնալ հակաքայլերը, հա, այլընտրանքները, չգիտեմ։ Մի քայլը շատ կարևոր Թուրքիայի հետ էլեկտրահաղորդակցության ուրեմն լարերի միացումն է եւ մեր համակարգերի սինխրոն միացումն է։ Երկրորդ կարևոր քայլը Վրաստանի հետ այդ հավելյալ էլեկտրոգծի կառուցումն է, որ այդքան տարի մենք խոսացինք ու չարեցինք։ Երրորդ ուղղությունը դա ուրեմն Եվրոպական միության հետ հնարավոր խոսակցությունն է, որ դու գիտեք իրանք Ադրբեջանից գազ են գնում եւ այդ գազը Վրաստանով տանում են դեպի Եվրոպական միություն, որ մենք ունենանք ճգնաժամային սցենար, որով այդ իրանց գնաց գազը մենք
եվրոպացիներից գնում ենք, այսինքն մենք ոչ թե գազը ուղիղ Ադրբեջանից ենք առնում, այլ ըստեյության Եվրոպական միությունից ենք Եթե Ռուսաստանը օրինակ փակի գազը։ Օրինակ, ես տարբեր քայլեր եմ ասում, որոնք որ կարան մեզ համար փրկողակ որպես այդպեսին դառնան։ Ադրբեջանի հետ ունենալ խոսակցություն, որտեղ մենք նրանցից արդեն առնում ենք բենզին, դիզել, եթե չեմ հիշում հեղուկ գազել ենք առնում։ Եվ հետաքրքիր կնեք, լավ բան հիշեցրիք, Ռուսաստանում ինչպիսի բենզինի ճգնաժամ է եւ ես շատ լավ հիշում եմ, որ ադրբեջանական բենզին ինչպես կարելի է օգտագործել, դիզվառելիք, թրքանում ենք եւ այլն, փաստորեն ինչ որ չափով Ռուսաստանը հիմա խնդիր ունի, էլի։ Չորրորդ ուղղությունը դա Իրանի հետ ուրեմն հնարավոր համագործակցություն է, բայց այստեղ բավականին լուրջ խնդիրներ կա, տեխնիկական սահմանափակումներ կան իրանական կողմում, տեսնենք հիմա այս Ամերիկա-իրանական ուրեմն պատմությունը ինչով է ավարտվում, խաղաղության համաձայնագիրը եթե ստորագրվում է տեսականորեն մենք կարանք փորձենք այդ համագործակցությունը խորացնել եւ տեխնիկական որոշակի լուծումներ բերել, եթե սանկցիաները դա թույլ տան, Իրանի դեմ սանկցիաները դա թույլ տան։ Չորրորդ ուղղությունը դա ուրեմն Կենտրոնական Ասիան է, առաջին հերթին Թուրքմենստանը եւ նման փորձ ըստեյության 90-ականներին է եղել swap-ով ուրեմն գազ վերցնելու Թուրքմենստանից, դա էլ է տեսականորեն տարբերակ։ Այս բոլոր ուղղություններով մենք պետք է աշխատենք։ Սրան զուգահեռ մենք ինքներս պետք է զբաղվենք ուրեմն էներգախնայողության բանով այդ համակարգի կատարելագործմամբ ընդհանրապես այստեղ շատ կոնկրետ բաներ կա էլի անելու։ Մեկը օրինակի համար էլի շատ պրիմիտիվ օրինակ եմ ուզում բերել, բազմաբնակարան շենքերը Հայաստանում, ուրեմն ես հիշում եմ ժամանակին ՄԱԿ-ը ծրագիր ուներ, որ հատուկ ներկերով այդ բազմաբնակարան շենքերը երբ որ ներկում էին, այդ շենքերում բնակարանների ջրուցման ծախսը 30-ից 40% մինչև իջնում էր, որովհետև ջերմամեկուսացում էր տեղի ունենում։ Լավագույն ուրեմն էներգիան դա չօգտագործված էներգիան է այս պարագայում, էլի, այսինքն թե դուք պահանջարկը նվազեցնում ես, տեսական, էլի ես քանի որ մասնագետ չեմ, ես գուցե որոշ մարդկանց համար շատ պրիմիտիվ հնչի, բայց եթե մենք տարեկան օրինակ օգտագործում ենք 2.5 միլիարդ խորանարդ, եթե մենք լավ աշխատանք տանենք մեր էներգախնայողության ուղղությամբ դա իշնի 2 միլիարդ խորանարդի, մեզ պետք է ճարել արդեն 2 միլիարդ խորանարդ, հա, գազ, ինչը քայլ առաջ է։ Հիմա մենք ես կարծեմ ոչ թե պետք է մեր մազերը պրճոկենք, ասենք վայ աղետ է, այլ փորձենք բոլոր հնարավոր ուղղություններով, այսպես ջրի նման, հա, որ ջուրը թափում է, այսպես բոլոր ծակոտկենները մտնելով, բոլոր ուղղություններով աշխատելով մեր խնդիրը լուծել։ Շնորհակալ եմ զրույցի համար, կհետևենք Factor TV-ում հյուրընկալել էինք Արայք Քոչինյանին։